Գիտես որն է ճշմարտությունը։ Որոշ մարդիկ քեզ չեն սիրում։ Նրանք սիրում են քո հարմար տարբերակը, նրան, ով միշտ համաձայնվում է, նրան, ով չի խախտում իրենց հարմարավետությունը։ Բայց հենց դու ընտրում ես քեզ, դու հանկարծ դառնում ես դժվար, հենց ասում ես ոչ, դու արդեն վատն ես։ Որովհետև անկախ մարդը անհարմար է, նրան հնարավոր չէ կառավարել մեղքի զգացումով։ Պետք է ընտրել անկախություն, ներքին ազատության համար։ Այս թուղթու գրիչը վերցրու, թաղմանս մենյուն թելադրեմ գրի։ Ասա։ Ուրեմն մի կիլո բաստուրմա, սուջուխ, երշիկ պանիր։ Բայց քո այդ ծուրտիկ ձեռներով չկտրատես, կտանես խանութ, թող սիրուն կտրեն։ Եղավ։ Մի 2 կիլո սևիկրա։ Սևիկրա։ Հա, թող ընկերուներս գանտենան, նախանձից իրանք էլ մեռնեն։ Եղավ։ Հա, ուրեմն, վիսկի, շամպայն ու սպիտակ գինի։ Մամ, ես չեմ հասկանում, թաղում ես անում, թե փարթի։ Քեզ ինչ-որ ասում եմ սուսուփուս գրի։ Լավ։ Ես էլ նկարս, լավ ա ստացվել։ Հա, շատ։ Դե նկարիս նայի ու լացեղի։ Մամ, վերջացրու մի հատ։ Լսի, քեզ ասում եմ լացեայախ չէ։ Որքան շատ եք անում տղամարդու համար, այդքան ավելի շատ նա սիրում է ինքը իրեն։ Որքան շատ եք անում ձեզ համար, նա ավելի շատ սիրում է ձեզ։ Կարծես թե ակնհայտ բան է, բայց գիտեք, կանանց մոտ դա չի ստացվում, որովհետև կանայք սովոր են ջան գործադրել, որ լուծեն տղամարդու հոգեբանական խնդիրները։ Փորձեն հասկանան, ինչու նա իրեն այդպես դրսևորեց։ Դա ձեր պատասխանատվությունը չէ։ Անհանգստանալ, որ նա չունի գումար, դա ձեր պատասխանատվությունը չէ։ Բացատրել, որ նա իրեն մարդկային դրսևորի եւ չցավեցնի, դա ձեր պատասխանատվությունը չէ։ Ձեր պատասխանատվությունն է զբաղվել ձեր կյանքով եւ առաջին ներդրումը ձեզ դա դադարել որևէ բան անել, որպեսզի հանգստացնեք ձեր վախին, կորցնեք ինչ որ մեկին։ Օրինակ, այդ ջուրը երկար, բարակ պատել, ջուրը օգտագործում եք։ Էդի վերջում տավից դուրս գալու են թե փողը ով է տալու։ Հացիկ, ջա։ Ինչ։ Էսել դուրի մարմի։ Էսել։ Բայց մինչև առավոտ պետք է լինի։ Մինչև 3-ն հաշվեմ, որ քնած լինես։ Ցես, ամուսինդ ոնց է, երեխեքը ոնց են։ Էդ լացում ես։ Վայ կորոնա մաման ինչ ա եղել։ Ամուսինդ ածեցել։ Ածեցել էլի ինչ կլինի, պապատ ինձ այնքան ծեցելա, մոռացել ես։ Աղջիկս կարևորը տունը կա, երեխեք կան, առողջ եք։ Գնահատիր էլի այդքանը։ Ես որ ամուսնացա, ոչ մի բան չ։ Եթե բաժանվեցիր, եթե ոդկը տնից դուրս դրեցիր, էլ ես կողմերը չերևաց։ Դու մամա չունես։ Ինձ